Օրակարգային այս հարցով ձեր քննարկման ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը ըստ էության նախաձեռնությունը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխությանը Պիտի փաստեմ, որ թեմայի առնչությամբ բավական երկար ժամանակահատվածում մեր քաղաքացիները բարձրաձայնել են այս հարցը, ընդ որում թեման նաև հաղորդակցվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, վստահ եմ տեղյակ եք, որ փորձել ենք համատեղ դուրս բերել բալանսավորված որևէ լուծում այս տեսանկյունից եւ ըստ էության նախագիծը միտված է այդ լուծման իրացմանը։ Այս պայծրությամբ ինչ իրավիճակ ունենք եւ հետո անդրադառնամ մոդելի փոփոխությանը։ Ներկայում վարելու իրավունքի զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով, ընդ որում անկախ նրանից թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ, եւ երբ որ մենք դիտարկում ենք նաեւ միջազգային փորձը այս տեսանկյունից, միջազգային փորձում թե զրկման իրավիճակներում, թե տրամադրման իրավիճակներում տարբեր հանգամանքներ են հաշվի առնում, որպեսզի ավելի շատ կենտրոնացումը լինի վարորդի վարքագծի վրա, վարքագծի գնահատման եւ դրա փոփոխության վրա եւ այս պայմաններում կիրառվում են օրինակ վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոհոլականների տեղադրման կամ սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման եւ այլ ընթացակարգեր եւ հաշվի առնելով կիրառելիության հնարավորությունները առաջարկվում է հետեւյալ մոդելը ներդնել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Հիմա ավելի մանրամասն, պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ։ Վարելու իրավունքի զրկման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո բնականաբար քաղաքացիները որպես կանոն 1 տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից, այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը, ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում անձին կարող են դիմել եւ վճարելով պետական տուրք, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50,000 դրամ, վերականգնել իրենց իրավունքը առանց որակավորման քննությունների միայն 1 անգամ եւ դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան տալով խիստ սահմանափակ թվով բալեր, որը 6 տուգանային բալային համակարգն է ըստ էության։ Իսկ երկրորդ եւ հաջորդ անգամ զրկվելու պայմաններում բնականաբար վերականգնման ռեժիմը բացառապես քննությունների եղանակով վերականգնումն է։ Փորձաշրջանի մասով արդեն իսկ նշեցի, ուղղակի հիշեցնեմ, որ ստանդարտ իրավիճակներում վարորդներն ունեն 13 բալային միավոր, իսկ վերականգնման պայմաններում կտրվի 6 բալային միավոր։ Մի առանձնահատկություն եւս նախատեսել ենք, որպեսզի իրականում վարքագծի վրա շեշտադրումն առավել ակնհայտ լինի, եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձ այս ժամանակահատվածում զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ եղանակով կրկին գնում ենք զրկման եղանակին եւ անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոցը, իսկ եթե ստանդարտ պայմաններով նայենք 13 բալը սպառելու պայմաններում իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում է։ Այս պայմաններում շատ ավելի խիստ մեթոդաբանություն են կիրառել։ Սա հիմնական ընդհանուր մոդելն է, իհարկե ունենք անցումային դրույթ մինչև այս պահ զրկված անձանց անդրադառնալու մասով եւ նախատեսել են 20 թվականից մինչև 20 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 26 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնելու հնարավորություն տալ կրկին նույն մոդելի կիրառման պայմաններում, այսինքն համապատասխան պետական տուրքի վճարում, 13 բալի փոխարեն 6 բալի սահմանում եւ փորձաշրջանի ժամկետի ամրագրում։ Քանի որ հանրային տիրույթում տարբեր քննարկումներ կային այս մասով, պարոն Գրիգորյան, ուզում եմ հստակեցնել, որ որոշումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից վարչարարության շրջանակներում վարորդական իրավունքի զրկման դեպքերին, այսինքն որոշումը չի տարածվելու Հայաստանի Հանրապետության դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի եւ անձի հոգեկան թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործու նյութերի օգտագործման պայմանավորված հիվանդության վերաբերյալ կամ առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկության հիման վրա վարելու իրավունքի դադարման դեպքերին, թերևս հակիրճ այսքանը, պարոն Գրիգորյան, հարցերի դեպքում սիրով, շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, սա իրավունք է, այսինքն եթե մարդը այնուամենայնիվ ցանկություն ունենա գնա կրկին քննությունները հանձնի, ընդ որում ես դες մարդկանց ճանաչում եմ տենց մարդկանց, ինքը կստանա 13-ով իրավունք, 13 բալով կվերականգնվի, թե ամեն դեպքում միայն այս ռեժիմն է գործելու։
զրկվածներին։ Պարոն Գրիգորյան, քանի որ մոդելն ենք փոխում, մոդելի պայմաններում առաջին անգամ իրավիճակում պարտավոր է վճարել պետական տուրքը, իրավունքը կվերականգնվի ինքնաշխատ եղանակով տուրքի վճարման պայմաններում եւ կսահմանվի 6 բալ փորձաշրջան, որովհետեւ հակառակ պայմաններում խառը մոդել էինք ունենալու, դրա համար գնացել ենք հստակեցման Մենք ֆիքսում ենք, որ այս որոշումը ուժի մեջ մտնելուց հետո նկատի ունեն փոփոխությունները, այլևս կասեցում 6 բալ մի ռեժիմա գործելու։ Այսինքն զրկելուց հետո, պարոն Գրիգորյան, զրկելու պայմաններում զրկելուց թե կասեցնելուց։ զրկելու պայմաններում, զրկելուց հետո զրկման ժամկետը կանցնի, դրանից հետո անձին կկարողանան վերականգնել իրենց իրավունքը փորձաշրջանով եւ 6 բալով։ Կասեցման ժամանակահատվածը կարծում նրա հետ է, երբ որ ես նկարագրում էի, որ երբ որ փորձաշրջանի ընթացքում 6 բալ ենք տալիս, 6 բալը կամ սպառում է, կամ զրկվում է, ոչ թե գնում ենք սպառելու դեպքում կասեցման ճանապարհով, այլ ավտոմատ զրկման իրավիճակն է գործելու։ Տիկին Սարգսյան, որպեսզի ավելի པարզ լինի, էլի։ Հիմա երբ որ այս փոփոխությունը ընդունվեց, 13 բալի սպառումից հետո մարդու վարորդական իրավունքը կասեցվում է, թե ինքը զրկվում է։ Կասեցվում է, պարոն Գրիգորյան, այդ մասով մենք որևէ բան չենք փոփոխում, այս նախաձեռնությունը վերաբերում է զրկումից հետո իրավունքի վերականգնման իրավիճակին։ Բայց ապագայում նաև այսուհետ ենթադրենք մարդու ունի իդեալական վարորդական պատմություն։ Հիմա եթե ինքը սպառում է այս օրենքը այս փոփոխությունը արելուց հետո, եթե սպառում է 13 բալը, ինքը զրկվում է թե կասեցվում։ Չէ, պարոն Գրիգորյան, այդ մասով նորից եմ շեշտում, որևէ փոփոխություն չենք արել, այսինքն 13 բալը սպառվում է, 6 ամսով կասեցման ռեժիմն է աշխատում, իրավունքը վերականգնում է, եթե կրկին սպառման ռեժիմ է գնում 13 բալի, նոր գալիս ենք զրկման։ Սա վերաբերում է զրկումից հետո եղած իրավիճակին։ Կասեցման ինստիտուտին չենք անդրադառնում։ Իսկ այսօրվա գործող ռեժիմով կներեք էլի ուղղակի լավ հասկանամ։ Այսօրվա գործող ռեժիմով, եթե ինքը սպառում է իր, ենթադրենք այս փոփոխությունը չենք անում, եթե սպառում է 13 բալը ինքը զրկվում է, թե այսօր էլ է կասեցվում։ Այսօրվա գործող։ Բայց զրկվելու դեպքը ո՞րն է։ Զրկելու դեպքերը տարբեր են, պարոն Գրիգորյան, հարբած վիճակում վարելու հետ կապված կոնկրետ կանոններ ունենք, տեխնիկական պայմաններին վերաբերող հարցերով ունենք, որ ավտոմատ կարող է բերել միանգամից զրկման, սանկցիաները շատ հստակ վարչական իրավախախտումներում կան։ Այսինքն այսօր եթե կասեցվում է գործող օրենսդրությամբ, հետո վերականգնվում է մի տարի հետո։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո վերականգնվում է, եթե դրանից հետո սպառվում է կրկին բալերը, նոր զրկման մեխանիզմն է աշխատում։ Այսօրվա գործ։ Այո, այսօրվա վիճակում մենք դրան չենք անդրադառնում։ Տենց էլ շարունակում։ Այո, այդպես շարունակելու ենք։ Հասկանալի։